Տիկին Աղաջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես քարոզարշավի շրջանակներում ենք գտնվում եւ տեսնում այս օրերին պարբերաբար Նիկոլ Փաշինյանի կողմից ուղակի խայտարակ սպառնալիքներով լի հայտարարություններ, սպառնալիքներ, ինչի մասին ինքը եւս հաստատում է, այո, սպառնում եմ, ասում է, կզացնելու եմ, սատկացնելու եմ, մասկաները կոխելու եմ համապատասխան տեղը, ես շատ ներողություն եմ խնդրում, սրանք ուղակի ուղիղ մեջբերումներ են, ես կխնդրեմ այս իր վիճակի հետ կապված ձեր գնահատականը տակ, ինչով է այս ամենը պայմանավորված, համեցեք։ Տեսեք, մենք կարծեմ նախկինում նաև սրա մասին խոսել եմ այս կառավարության ղեկին բազմած անձի ընդհանրապես գործելակերպի վարքագծային պատկերի մասին եւ պատահական չի, որ նա փորձում է օգտագործել այն ուրեմն մեթոդները, որոնցով նախկինում ինչ որ հաջողություն է գրանցել։ Մենք հիշենք իր պահվածքը մինչև 2008 թվականը, 2008 թվականի մարտի 1-ին դրանից հետո, հա, այսպես սին հնարովի թեզեր դաշտ նետելով դա փաստացիորեն անընդհատ կրկնելու միջոցով փորձելով մարդկանց ուղեղներում դա դաջել անկախ նրանից դա իրականության հետ որևէ աղերս ունի թե չունի կամ դրա որ տոկոսն է իրականությանը համապատասխանում եւ մենք ականատես եղանք որ այդ թեզերի գերակշիռ մեծամասնությունը ուղղակի ջախջախվեցին դատարաններում։ Հիմա նա անցել է այդ գործելավոճին, այսինքն այսպես իր ջղաձգումներով, հիստերիկ գոռոցներով, սպառնալիքների բառապաշարով նա ցույց է տալիս իր իրական մոտեցումը թե մեր ժողովրդին, թե մեր պետությանը։ Եվ այստեղ մենք կարող ենք արձանագրել, որ սա նաև ցուցիչ էր, որ ուղղակի դիմակները պատռվել է, անգամ իր խոսույթի մեջ բառերի կիրառման տեսակետից մենք հասկանում ենք, որ անցել է ցածրագույն բառապաշարի եւ հույս ունի, որ այդ ցածրագույն բառապաշարի եւ այդ հոխորտանքների ու սպառնալիքների օգտագործումով նա կարող է ինչ որ մի շերտում հանրային աջակցություն ստանալ, բայց մարդիկ արդեն անգամ նրանք, որ ժամանակին այդպիսի խոսույթը համարում էին ինչ որ միտեղ ուժի կամ այսպես զիլ լինելու, հա, դրսևորում, հիմա իրենք հասկանում են, որ սա ամբողջը թաթերական բեմականացում է եւ այս մարդը բացի վախկոտ եւ օտարի թշնամու կամակատար լինելուց, որ անգամ չի համարձակվում բառ անգամ արտասանել, երբ որ մեր ազգի պետության շահերին սպառնացող հռետորաբանություն է հնչում մեր թշնամիների կողմից, այս անձնավորությունը ուղղակի, ինչպես ասում են, առյուծ է կտրում մեր ներքին դաշտում, փորձելով դրանով հերթական անգամ հանրային աջակցություն ստանալ։ Այդ նույն շարքից է նաև պիտի նշեմ, որ այսպես ուղղակի պատկերավոր ասեմ, նա մի զամբյուղ ունի, որտեղ այդ բոլոր մեթոդները կան եւ ինքը հերթով մեթոդներից մեկը հանում է, փորձում է օգտագործել, դրանով փորձարկելով նաեւ տեսնի թե որ մեթոդը կաշխատի եւ հանրությանը բևեռացնելու միջոցով ինքը ինչ որ զանգված կկարողանա հետ բերել։ Դրան է վերաբերում նաև արցախցիների դեմ վերջի այս հարձակումների շարքը եւ այդ կեղծ նյութը, որը անհասկանալի է ինչ տրամաբանության մեջտեղ են գցել, երբ որ բոլորի համար էլ հասկանալի է, որ այս անձնավորությունը մեզ բոլորիս պետք է կենթանի եւ առողջ վիճակում, ինչպես նշեց նաև իշխանը Սաղաթելյան, որպեսզի ինքը պատմի, թե ինչպես է հանձնել մեր հայրենիքը եւ դեռ ինչ հանձնառություններ ու ուրեմն պատվերներ ունի կատարելու մեր թշնամիների կողմից։ Այս հակաարցախյան տրամաբանությունը նաև դրան է ուղղված եւ նա փորձում է դա գագաթնակետին հասցնել, մտածելով, որ դրանով հանրության շրջանում կկարողանա, ել եմ ասում, ինչ որ մի զանգված դեպի իրեն ուղղել կամ գոնե պահել այն տատանվող զանգվածին, որը այլևս իր գործելակերպի եւ իր վարած թե ներքին թե արտաքին քաղաքականությանը չի հարում, բայց եւ խնդիրներ ունի ընդդիմադիր դաշտի այս կամ այն ուժին միանալու։ Մենք հասկանանք, նորից եմ կրկնում, որ սա իրենց բոլորի դեմքերի իրական դրսևորումն է, այդ եվրոպական դեսանտը, որ եկել է իբրև թե հիբրիդային պատերազմի կամ դրսից օժանդակում է հիբրիդային պատերազմի
դեմ պայքարի նպատակով իրենց թյունինգ անելով եւ ցուցումներ տալով ուրեմն առաջ են տանում, բայց ես կարող եմ արդեն կանխագուշակել, որ գրեթե այսպես մի շաբաթ հետո մենք կտեսնենք եվրոպական դեսպանատներից որոշակի շարժեր փորձանելով ընդդիմադիրների հետ ինչ-որ հարաբերություններ հաստատել, որովհետև կարծում եմ իրենց համար էլ արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը տոտալ մերժում է այս իշխանությանը, նրա վարած ազգակործան քաղաքականություն եւ բոլորովին ցանկություն չունի դույզն ինչ լեգիտիմացնելու այս իշխանության հետագա ուրեմն հանձնումներն ու մեր օտար ու թշնամի ուժերի կամքի կատարումը։ Իսկ դրա մասին այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը արդեն բաց է խոսում, թե խոսում է անկլավների, այսպես կոչված անկլավների հանձնման մասին, որը ես բազմիցս նշել եմ, որևէ իրավական հիմք չկա։ Մենք նաև այնտեղ ինչ-որ ուժ ունենք, որը փորձում է արդարացնել Գորիս Կապանը հանձնելու գործընթացը, որը երբևէ ադրբեջանական ուրեմն ԽՍՀ տարածքի մեջ չի եղել, մենք տեսնում ենք նաև որոշակի փորձեր արդարացնելու իրենց կողմից հաջորդիվ հանձնողական գործողությունները, այսպես հիմա սկսել են, ուրեմն 3 տարի ընդհանրապես ձայն չհանեցին, բոլոր հնարավոր տարբերակներով համաձայնություններ ունենալուց հետո եւ Արցախը հայաթափելուց հետո անգամ ձայն չհանեցին եւ հանգարց հիմա սկսել են ժխտել 300,000 ադրբեջանցիների այստեղ վերաբնակեցնելու թուրքական ծրագրի գոյությունը։ Մենք կրկին անգամ հիշենք այս իշխանության ուրեմն գործելաոճը, երբ որ հարց են տալիս իրենք ասում են մեր օրակարգում հիմա դա չկա կամ մեր օրակարգում չկա, հետո մեզ փաստի առաջ են կանգնեցնում ընդհատակյա կերպով եւ կուլիսների ետևում ոչ միայն համաձայնություններ ձեռք բերելով, այլև բուն գործողությունների անցնելով։ Մենք տեսանք ադրբեջանական պատվիրակության գաղտնի այցը, այդպես էլ չբացահայտվեցին, թե ինչեր էին քննարկում։ Մենք տեսանք ամերիկյան համապատասխան ընկերությունների այցը, որոնք թրիփի իրագործման հետ կապված ուրեմն արագացման գործընթացներ են անում, որովհետև դա կապված է Իրանի դեմ գործողությունների հետ, բազմիցս եմ դրա մասին խոսել, եւ մենք տեսնում ենք այսպես կրկին անգամ գաղտնի եւ թաքուն գործողություններ իրականացում, որոնք նաեւ տեսանելի չեն այս ընտրական աղմուկի մեջ։ Այս առումով մենք շատ զգույշ պիտի լինենք, որտեղ այս ընտրական աղմուկը, երբ ժողովրդի մեծամասնությունը զբաղված է արդեն բնականորեն այս կամ այն ուժի կողմից ներկայացվող թեզերի քննարկման կամ իր կողմից գոյություն ունեցող հարցերի հետ կապված պատասխաններ ստանալով, նրանք այսպես տակից իրենց գործողություններն են անում եւ ընտրություններից հետո մենք ուղղակի փաստի առաջ են կանգնելու որոշ դեպքերում։ Սա պետք է ուշադիր լինենք, ես հորդորում եմ մեր լրագրողներին, որ նաեւ մեր սահմանային գոտիներում փորձեն հասկանալ շարժեր, տեղաշարժեր դիրքերի առումով որևէ շարժ ու տեղաշարժ կա թե ոչ, որովհետև դրանք ուղղակի խլացվում են այս տեղեկատվական աղմուկի մեջ։ Երևի այս պահին իր գործողությունների եւ իր խմբակի գործողությունների հետ կապված նշեմ այսքանը, եթե այլ հարցեր կան, խնդրեմ համեցեք։ Սա արաբգիրում էր, երբ քաղաքացի, հետագայում նաև պարզվեց վաստակաշատ բժշկուհի մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ հստակ ուղղակի հետագայում ասել, ես հարց չէի տալիս իրեն, ես ուղղակի իմ սրտի խոսքն էի ասում, խնդրեմ լսեք։ Իմ հայրենիքը դուք շատ նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը, մի րոպե, դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը,
Ձեր հարցին ես հիմա հարցով պատասխանեմ։ Գիտեք, քանի բարձրաստիճան սպա, բռնի անհետացած և կամ անհետ կորած բարձրաստիճան սպա ունեք, քան Ուրեմն ես դրա մասին արդեն խոսեցի, որ նա իր իրական մոտեցումը եւ վերաբերմունքն է դրսեւորում նման խոսույթով մեր ժողովրդի հանդեպ, որտեւ եթե դու ժողովրդի քվեն ես հայցում, ապա պիտի շատ հանդուրժող եւ համբերատար լինես ամենատարբեր կարծիքներ ունեցող մարդկանց իրենց թե նաեւ որդեկորույս, թե հարազատներ կորցրած մարդկանց ցավի արտահայտման առումով, մանավանդ որ այս կինը որևէ կոպիտ բառ, որևէ այսպես ասած անտակ ձևակերպում չէր արել, նա ընդհանրապես իր վրթովմունքը եւ իր դիրքորոշումները արտահայտում այդ անձնավորության վարած քաղաքականության եւ մեր ազգին բերած կորուստների մասով։ Բայց մի ուրիշ կողմից կուզեի այս խնդրին անդրադառնալ եւ դա վերաբերում է այն հանգամանքին, որ մենք այս ընտրարշավի ժամանակ, հատկապես վերջի 10 օրերին, դա տեսնում ենք պարբերաբար եւ դա արդեն նաեւ նկատելի է, որ ժողովրդի մեջ այդ վախի մթնոլորտ սերմանելու ջանքերը, որին ուղղված են նաեւ նմանատիպ սպառնալիքները, բացարձակապես ապարդյուն են անցնում, այսինքն ժողովուրդը սկսել է դուրս գալ այն վախի մթնոլորտի դրսևորումից, որը այս իշխանությունները տարիներ շարունակ այսպես տարածել են եւ փորձել են դրանով մեր ողնաշարը կոտրել եւ մեր կամքը կոտրել։ Իսկ ինչ վերաբերում է իր ընդհանրապես այս խոսուտին եւ կարծեմ նաեւ նախորդ դրանից հետո հաջորդող եւ դրան նախորդող ուրեմն խոսքերի բուն բովանդակությանը, մենք տեսնում ենք այսպես ամբողջովին ադրբեջանա-թուրքական օրակարգի թեզերի արծարծում, բայց դրա ուրեմն մեղադրանքների, սլաքների ուղղում ընդդիմությանը, իբրև թե նրանք են այդ օրակարգը բերում, երբ որ դա ամենօրյա ռեժիմով թե Ադրբեջանի նախագահի, թե նրա գրասենյակի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների բերաններից դրանք հնչում են եւ երևի թե օր չի անցնում, որ դրա այս կամ այն դրսեւորումը մենք չտեսնենք։ Իսկ այս անձնավորությունը անգամ փորձել է մեր բացի նայած, որ վերջի մի քանի տարիների ընթացքում եւ արդեն իսկ հիմա բացահայտորեն մեր ինքնությունը ոչնչացնելու գործողությունների է դիմում, թե պատմությունը խեղաթյուրելու, թե կրթական ծրագրերը ուրեմն ձևախեղելու, թե եւ թուրքական, այսպես ասած, պատմական նարատիվներով դրանք շարադրելու միտումներով, թե մեր երիտասարդության մեջ պայքարի եւ սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում հանդես գալու այդ մղումները ոչնչացնելու, թե մեր հերոսների վաստակը ուրանալու, թե մեր այսօր պատանդարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս գերիներին ուրանալու այս գործընթացները, սրանք ուղղակի մեր ժողովրդի համար պիտի աչքաբացուկ լինեն, հա, որ նրանք հասկանան, թե իրականում ում հետ գործ ունեն եւ այս անձնավորությունը երբեմն հարց է առաջանում, թե նա բացի նրանից, որ երևի դաստիարակություն եւ հստակ ուղեղների լվացումով է անցել մեր թշնամիների կողմից, նաեւ երևի իր առջեւ որպես ձեռնարկ եւ ուղեցույց են դրված եղել նրանց կողմից ուրեմն ստեղծված պատմության դասագրքերն ու դրանց մեկնաբանությունները, այն պարագայում, երբ որ այսօր թե հնագիտական պեղումները, թե պատմությունը, արձանագրված պատմությունը տոտալ ուրեմն վեր է հանում այդ թուրքական նարատիվներով նորաձևված
պատմության սին ու կեղծ լինելու հանգամանքը։ Մեր ժողովուրդը ուղղակի պիտի հասկանա, որ իր ինքնության, իր գոյության, իր պետության, իր հայրենիքի ոչնչացման ծրագրին է լծված այս անձնավորությունը եւ իրեն ստրուկի նման սպասարկող խմբակը եւ նրանցից ձերբազատվելու շատ լավ հնարավորություն ունենք շատ մոտ ժամանակներս, որը մեզ հնարավորություն կտա ոչ միայն ուրեմն այդ գորջան հանգույցը կտրել եւ մեզ ձերբազատել նրա կողմից խոստացված եւ դեռ մինչեւ իշխանության գալը եւ իշխանության գալուց հետո ստացած հանձնառությունների այդ ամբողջ ողբերգական փաթեթից, այլև լծվելու մեր պետության եւ մեր ազգի շահերի պաշտպանության գործին։ Ես կասեի իր համար լավ հայը մեռած հայն է։ Իհարկե բոլորն է հասկանում են, որ այս տարանջատում իրենք են արհեստական փորձունություններ, բայց իրականում այս բոլոր սպառնալիքները ուղղված են բոլորիս, ըստ էության։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ այսօր ճիշտ ասած Արարոցյան Խաչիկմանոկյան վերտաղավորեց ասած ես չեմ հիշում, որ այս մարդիկ ասեն մենք ուզում ենք մեռնել։ Այսինքն դու ասում ես պատրաստ ես կյանքը տալ մեռնել, չնայած նաեւ ասած պարոն Մանուկյանը իսկ ում է պետք իրականում քո գերկաշ կյանքը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Տեսեք, ես որքան ճիշտ եմ հիշում, գուցե սխալվում եմ, բայց այդ անձնավորությունը Արթուր Օսիպյան այս իշխանությունների նաև հորդորով, ավելի կոպիտ բառ չեմ ուզում ասել, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի դեմ գործողությունների ոչ միայն հեղինակներ, իրականացնողներ, այո համակարգողներ եւ փաստացիորեն սպասարկում էր այս իշխանությունների ծրագիրը եւ հիմա ես հույս ունեմ, որ իր նման պահվածքը իրոք խելքի գալու դրսևորում է եւ ոչ թե թելադրանքով ինչ որ մի բան անելու գործողություն, բայց ամեն պարագայում նրա այս գործողության արդյունքում մենք հերթական անգամ տեսանք մեր ժողովրդի, անկախ նրանից թե այդ ժողովրդի որ հատվածի մասին ենք խոսում, մեր ժողովրդի հանդեպ այս անձնավորության իրական վերաբերմունքը եւ մտածելակերպը, սա արձանագրենք։ Երկրորդը, այդ խոսույթը, որ ինչու է կենդանի, սա նաեւ այն իր հոգու ճիճն է, որը խանգարել է իր ծրագրերի իրականացմանը, որովհետև թե պատերազմով, թե հետո շարունակվող շրջափակումով եւ դրան հաջորդած Արցախի ոչնչացման ուղղված եւ արցախահայերի ոչնչացման ուղղված այն իբրև թե հակահաբեկչական գործողության, բայց իրականում ցեղասպանական գործողության արդյունքում իրենք հույս ունեին, որ Արցախի բնակչությունը կամ կենթարկվի եւ ինքնակամ կընդունի Ադրբեջանի գերիշխանությունը դրանով այս իշխանությունների համար փակելով այդ հարցը, որտեղ իրենք շատ լավ գիտեին, որ հայերի մեծամասնությունը Արցախում այդ պարագայում չի մնա եւ անգամ մնալու դեպքում Ադրբեջանը ամեն ինչ կանի ժամանակի ընթացքում, բայց արդեն սահուն եւ աննկատ կերպով հայաթափելու համար մենք տեսանք, որ այն մի քանի հոգին, որ մնացել էին Արցախում, անգամ նրանց ներկայությունը այս ադրբեջանական ցեղասպան իշխանությունները չցանկացան հանդուրժել, թեկուզ եւ քաղաքական այս թանգարանային ցուցանմուշի կարգավիճակում եւ ինքը իր այդ հոգու ճիշտն է արտահայտում, թե ինչու եք դուք կենթանի մնացել, որ կարող եք նաեւ տեղեկատվություն տրամադրել եւ բացել այն ամբողջ փակագծերը եւ գաղտնի ուրեմն ծրագրերի դրվագները, որոնցում Օսիպյանը, մյուսները մասնակից են եղել կամ վկա են եղել եւ դրանով իսկ փաստացիորեն մեղադրանքների շարքը ավելացնել այս իշխանությունների գլխին։
այս առումով իհարկե նա բացահայտում է, ինչպես ասում եմ, այն դժգոհությունը եւ որ իր իշխանությունը եւ իր իշխանության ներսում գտնվող անձիկ բազմիցս արտահայտել են, որը նպատակ ուներ նախ ռուսներին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ, դրանով իսկ երկրորդ ճակատ բացելու, որը արևմուտքի պատվերն էր հատկապես ուկրաինական առճակատումը սկսելուց հետո եւ հանուն դրա նաեւ Արցախը զոհաբերել է եւ փաստացիորեն մեր ժողովրդին 21-րդ դարում եւս մեկ անգամ ցեղասպանություն տեսնելու եւ վերապրելու արժեվ կանգնեցնել է։ Այսինքն մենք հասկանանք, որ այս անձնավորության այս խոսույթը բացի այդ իր գրգիր եւ հիստերիկ դրսեւորումներից դա նաեւ այդ ներքին այդ դժգոհությունն է, որ իր ծրագիրը տապալվել է եւ այն հակառակը հնարավորություն է ստեղծվել նաեւ վկաների մի ամբողջ շարք ունենալու, որոնք կարող են բացահայտել այդ իրենց կողմից գաղտնի ծրագրերի տարրերը։ Պապիկը Պապիկն է, այո, բերանը փակելով տեղացնում են նրան, Փաշինյանի կազմակերպության ժամանակ։ Ես ու տերորիստ եմ։ Տերորիստ եմ ես։ Ո՞վ է դիտը։ Ամենքանեք։ Հայիկ ջան, ձեզ ուր են տանում։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր է տանում։ Ո՞վ է դու կարեք։ Ինչ է տանում։ Ես ի պահանջ եմ տնում։ Ինչ է տանում։ Իները խուսարեց վարան, վարեց ազատ տղում։ Երեխուս տարան վարեցին ազատ տղում։ Օրերս նաև տեսանք նույն ազատի կացարանում զոհվածներից, վարվածներից մայրը ինչ-որ ճիչը արձակեց, չնայած ցավոք երկու անգամ ընտրել էր Նիկոլ Փաշինյանի եւ անիծում էր իր դրա համար։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այսպես արդեն ամենտեղ երբ որ քարերեսվում է այս մարդկանց, ասում է տրենդ է դարձել, sense իր դեմ կանգնելը։ Քրիստինե Վարդանյանը երեք ասած տրենդ չի դարձել, ուղղակի չկա այնպեսի համալինք թաղամասում տեղ, որին դուք այս դժբախտությունը չեք բերել։ Եվ հիմա դուք առերեսվում եք ձեր վերած ողբերգությանը։ Խնդրեմ ես մասով Դուք ճիշտ եք նշում, որ սա մեր դաժան իրականությունն է, որից նա ենթադրում էր, որ խուսափել է եւ իր կեղծ ու այսպես պատվերով նաեւ սցենարները մատակարարելով մեր իրավապահ մարմիններին փորձում էր ինչ որ մի վիրտուալ իրականություն ստեղծել, որտեղ մարդիկ խապկանքի ներքո կամ պատրանքների ներքո կարող են ապրել, բայց ես շատ հաճախ, երբ որ անցնում եմ հանրապետության տարբեր ճանապարհներով, երևի թե չկա մի անկյուն, որտեղ մենք չունենանք զոհվածի գերեզման, ել չեմ ասում կործանված ճակատագրեր, կորսված տնտեսություններ, վարկերի ու պարտքերի տակ ճկռող ժողովուրդ, ապագայի ընդհանրապես ելք ու տեսլական չտեսնող մի ամբողջ հայրենիք եւ այս պարագայում այս մարդիկ փորձում են խոսել ինչ-որ խաղաղության եւ ինչ-որ տրենդերի մասին։ Մենք հասկանում ենք, որ իրենք փորձում են ինչ-որ ձևակերպումներ տալ եւ խուսափել իրականությանը առերեսվելուց, բայց ես հույս ունեմ, որ հունիսի 7-ը այդ իրականությունը հուշկու հարվածով ուղղակի իրենց դեմքերին կզարնի եւ իրենք կհասկանան, որ այն աղետը, ցավը, կորուստը, ողբերգությունը, որ բերել են մեր ժողովրդին ու մեր հայրենիքին, դա ոչ մոռացվելու ենթակա է, ոչ էլ ընդհանրապես վաճառքի առարկա է, ինչ որ որկորային կամ նյութական ցանկությունների խոստումներով, որոնք ոչ իրականություն դառնալու հեռանկար ունեն այս իշխանությունների եւ նրանց ենթադրած ուղու պարագայում, ոչ էլ կարող են որպես մանանա ընկալվել մեր ժողովրդի համար։ Արդեն ինչպես նշել եմ, մեր ժողովրդի մեծամասնությունը գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է այս խմբակի թե ծրագրերի իրական նպատակները, թե կատարած գործողությունների իրական հետևանքները եւ բացարձակապես ցանկություն չունի որևէ ձևով մասնակից լինելու ապագա աղետների եւ դրանց արդարացման գործընթացին։ Սա մենք մեկընդմիշտ ֆիքսենք եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որտեղ սա
թեև ահավոր ողբերգություններով անցնելով եւ ցավով ու կորստով անցնելով, բայց մեր ժողովրդի ապաքինման այն նշույլներն են, որ մենք տեսնում ենք, իսկ դա շատ կարեւոր է մեր հաջորդող իշխանությունների պարագայում արդեն պետականամետ եւ ազգային արժեքների վրա հիմնված հասարակություն, տնտեսություն, քաղաքականություն արդեն կերտելու, որովհետև ավերել են, վերացրել են ամեն ինչ եւ դրա հիման վրա արդեն հիմքերը, արմատները շատ ավելի ամրապնդելու համար։ Մենք անպայման գնանք թե առաջիկան ինչ պետք է անեն ընդդիմությունը եւ իշխանապողությունից հետո նաեւ ինչ պետք է անեն։ Այսօր հերթական հայտարարություններն արել, ինչն է հետաքրքիր Տիկին Աղաջանյան, նախ կուզեմ անդրադառնալ սրան, որ Երևանից բղավում է ագենտներ են, շպիոններ են, ՖՍԲ-ի ագենտ հռչակում Սամվել Կարապետյանին, բոլորին ընդդիմադիրներին, բոլորին հռչակում է ռուսական շպիոններ։ Այսօր քարոզարշավի ժամանակ ասում են Ռուսաստանի դեմ ոչինչ չենք անելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները հոյակապ ենք պահելու, պահում ենք, ունենք։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ որպեսզի ձեզ չընդհատեմ, նաեւ կուզեմ շարունակությամբ անդրադառնալ, որ այսօր նաեւ սպառնաց, որ պետականացնելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտի գործարանը։ Խնդրեմ։ Դե մենք կարծեմ սպառնալիքների այդ շարքը մենք լսել ենք եւ պարոն Ծառուկյանի հետ կապված, կարծեմ իր որդու հետ կապված նաեւ սպառնալիքներ հնչեցրել, չզարմանանք։ Չէ՞ որ ասես պարոն Ծառուկյանը բերող է, գերիներին բեր։ Ճիշտ է, բայց ինձ ընտրեն, ընտրում են Լուկաշենկոյին, քեզ ընտրեն ու ԿՊ-ին ընտրեն, ընտրում են Թուրքին ու Ալիևին։ այո, ես պարոն Ծառուկյանի արձագանքը իհարկե շատ դիպուկ էր, բայց մենք հասկանանք, որ սա ելի եմ կրկնում, այն ձեռագիրն է, որը այս իշխանությունը ոչ միայն սովորել է, նաև արևմուտքի կողմից վարժեցված են այդ ձեռագրով շարժվելու եւ իրենց թվում է, որ մարդկանց տարբեր նույն բիզնեսներ ենք սովորել, չէ՞, նաև մեր միջին խոշոր բիզնեսների ներկայացուցիչներին վախեցնելով, որ իրենք կորուստներ կունենան կամ վնասներ կկրեն, դրանով իրենց կամակատարը դարձնելու եւ նույն ձեռագիրն է շարունակում։ Ուղղակի մարդիկ կան, որ արդեն այդ կշեռքի նժարին, երբ որ դրվել է հայրենիք, ինքնություն, պետություն, հայ լինելը, թե Թուրքի հպատակ, ստրուկ եւ կամակատար լինելը եւ այս մի կտոր հայրենիքից զրկվելը բնականաբար ընտրել են թեկուզ եւ սեփական վնասների, կորուստների գնով, բայց հայ մնալու, արժանապատիվ լինելու եւ հայրենիք ունենալու ուղին։ Մենք սա հասկանանք եւ այստեղ ես չեմ զարմանում, որ իր կողմից սպառնալիքների այդ լեզուն շարունակվելու են, նորից եմ կրկնում, իրեն թվում է, թե դրանով ինքը ինչ որ այսպես ուժեղ կամային կամ զիլ ղեկավարի դեր է կամ պատկեր է ստեղծում, բայց կարծում եմ, որ այսօր ժողովրդի մոտ դա լրիվ հակառակ տպավորությունն է ստեղծում եւ ուղղակի նողկանքի աստիճանը ավելացնում է թե իր հանդեպ, թե իր խմբակի հանդեպ, որտեղ նրանք էլ պակաս չեն մնում այդ դրսևորումներից։ Շպիոններ որակելը։ Դե այդ առումով ես չեմ ուզում ոչինչ ասել, որովհետև կարծում եմ նախկինում մենք ունենք բացահայտված դրվագներ եւ դրա սլաքները կարծեմ հենց իշխանության ուղղությամբ են ուղղվում եւ այդ ինչպես բազմիցս նշել եմ քաղաքական հերձումը իշխանափոխությունից հետո շատ ավելի բացահայտ կդարձնի թե նրանցից ով ում սպասարկունը եւ ում գործակալն է եւ կարծում եմ ոչ միայն մեկ երկրի, այլև մի քանի երկրների գործակալների հետ մենք կառնչվենք։ Դրա մասին եմ խոսում, նաև բացահայտված էլ չեմ ասում հանրության մեջ տարբեր ասեկոսեների եւ դրվագների բացահայտմամբ տվյալների մասին է խոսքը, բայց մենք երևի ի վերջո տեղ է հասել, մի ժամանակ KGB-ի գործակալ էին փնտրում, հիմա FSB-ի գործակալ են փնտրում, հիմա էլ հասկանալով, որ իրանց հակառուսական հռետորաբանությունը միայն վնասում է եւ անգամ այն մարզային բնակիչները որոնք գուցե տատանվում էին եւ ինչ որտեղ կարող էին մտածել իրենց աջակցելու, այդ քաղաքականության արդյունքում ընդհանրապես հետ են քաշվում եւ այս պարագայում հերթական շինծու այսպես խոստումներն է տալիս։ Ես հիշեցնեմ մեր ժողովրդին,
18 թվականի մայիսի 8-ին, երբ որ ի դժբախտություն մեզ ազգային ժողովում քվեարկեցին նրա օգտին, եւ նա իր, այսպես ասած, ծրագրային ելույթներ ունենում, այնտեղ հիշում եք, որ ասում էր, որ իր ընդդիմադիր պահվածքի ժամանակ եղած մոտեցումները բացարձակապես կապ չունեն պետական արդեն քաղաքականության հետ եւ իրենք թե ՀԱՊԿ-ի հետ են, թե ԵԱՏՄ-ի հետ են լավ հարաբերություններ պահելու եւ միանշանակ աշխատելու են այդ ուղղությամբ իշահ մեր պետության։ Մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները արդեն չկան, 3 տարի ընդհանրապես որևէ գործողություն չի արում, դրանով վտանգելով սպառնալիքներ ստեղծելով մեր անվտանգության համար, ել չեմ ասում, որ ՀԱՊԿ-ի հետ այդ հարաբերությունների վատ թարացման արդյունքում մենք տեսանք, թե Արցախի հետ կապված ուրեմն ծրագրերի անտեսումը, թե Ջերմուկի հետ կապված գործողությունների առումով քայլերը, որի արդյունքում այս նատոյական նախերգանքային խումբը որպես ԵՄ քաղաքական դիտորդներ բարեհաճեց զետեղվել մեր պետության տարածքներում եւ հետախուզական գործողություններ իրականացնել, որոնց մասին մենք առ այսօր նորմալ տեղեկատվություն չենք ստանում, իսկ մեր թշնամի պետությունները հստակ տեղեկատվությամբ տեղեկանում են նրանց գործողությունների մասին եւ մենք չմոռանանք, որ ԵԱՏՄ-ի, այսինքն արդեն ակնհայտ է, որ անգամ ԵԱՏՄ-ում մեր անդամակցության հետ կապված սուր հարցադրումներ են արվել եւ ամսի 28-ին դրա հետ կապված քննարկումներ են իրականացվելու, որովհետեւ ոչ մի իրեն հարգող պետություն ցանկություն չունի ինչ որ մեկի համար քթի թաշկինակ դառնալու, այսինքն եւ իր այդ խոսուտը Մոսկվայում, որ մենք հիմա ԵՄ ենք շարժում, բայց հիմա դեռ պատրաստ չենք, քանի որ տնտեսական մեծ կորուստներ կունենանք, դուք հիմա մեզ այդ արտոնություններով ապահովեք, մինչև մենք կորոշենք, թե երբ ենք ձեզ վնասելու, ոչ ինչ որ մենք կուլիսներում եւ թիկունքում ձեզ անդադ կհարվածենք եւ ձեր դեմ գործողություններ կանենք։ Կարծում եմ այդ պետությունները հատկապես այսօրվա աշխարհում, երբ որ մենք ավելի ու ավելի ակնառու ենք տեսնում արևմտյան այդ բևեռի սնանկությունը եւ նրանց հորջորջած ռազմաքաղաքական եւ տնտեսական հզորության աստիճանական մաշումը, իսկ դրան հակընդդեմ բազմաբևեռ աշխարհի ձևավորումը եւ այս պարագայում Ռուսաստան, Չինաստան ուրեմն բևեռների որպես ապագայի համաշխարհային զարգացման միտումները թելադրող ուրեմն կենտրոնների էլ ավելի կայացման գործընթացները զարմանալի չէ, որ մենք տեսնում ենք նմանատիպ հանկարծ, ինչպես ասեցի, թյունինգի հետևանքով, երևի թե այդ հիբրիդային պատերազմի հեղինակ դիվերսանտները, որոնք փաստացիորեն փորձում են մեր ժողովրդին հերթական խապկանքի ծուղակի մեջ գցել, իրենք երևի ասել են, որ մի քիչ մեղմացրու Ռուսաստանի դեմ քո հռետորաբանությունը, որտեղ ձայներս կորցնում։ Սա ուղղակի մենք տեսնենք ու մենք կտեսնենք այս վայրիվերումները առաջիկա օրերին շատ հետաքրքիր պատկերների ականատես կլինենք։ Գիտեք, ես չեմ զարմանում, իրենք փորձելու են ինչ-որ մի բանից կարճելով չեզոքացնել առաջատար դեմքերին, բայց արդեն արդյունք չի տալու, որովհետև նախ կարծեմ Նարեկը Կարապետյան հստակ նշեց, որ ինքը որևէ քաղաքացիություն չի ունեցել, այո։ Դե բնական է, որովհետև ունենալով հնարավորություններ լավ կրթություն է ստացել եւ շատ ավելի, բայց հարցը դրանում չէ։ Այստեղ ուրեմն ամենատարբեր ձևերով փորձում են ինչ-որ փակելու առաջատար դեմքերին չեզոքացնելու քաղաքականության միջոցով փորձում են գլխատել շարժումը եւ իրենք կարծում են, որ դրանով իրենք թուլացնելու են եւ մարդիկ տուրք են տալու իրենց ցանկություններին, բայց մոռանում են, որ մեկի տեղափոխմամբ շարժումը առաջնորդող մարդկանց քանակը ոչ միայն չի պակասում,
այլև հակառակը նրա փոխարեն շատերն են առաջ գալու եւ ընդհանրապես շարժումը իր դիրքերը ոչ միայն չի կորցնելու, այլ ավելի է ուժեղացնելու, որովհետեւ այստեղ մարտիրոսացման, զոհ գնալու նաեւ կոմպոնենտը կավելանա, ինչը կուժեղացնի ուժեղ Հայաստանի դիրքերը մեր հանրության շրջանում։ Այս առումով կարծում եմ իրենք սխալ հաշվարկ են անում եւ իրենց քաղաքական ուժի տրամաբանությամբ են առաջնորդվում, բոլորիս համար շատ հասկանալի է, որ այդ ուժի գլխին կանգնած անձի հեռացումից հետո այդ քաղաքական պայմանագիր կոչված ողբերգությունը ընդհանրապես դադարելու է որպես երևույթ ոչ միայն գոյություն ունենալ, այլև հիշվել մեր ժողովրդի մոտ։ Քարոզարշավի շրջանակներում նաև մենք տեսանք օրերս նախիջի հոգեխանգարմունքի ասած եւ երկրորդ նախագահը նրան ասած համբալ եւ հետո նաև ասած երբ պետք է ասած Ալիևի համբալ, որպեսզի ինքը չներվի դրանից, որովհետեւ դրանից առաջ չեն ներվել, երբ ասում են Ալիևի առաջ կզած ես, դրա հետ կապված որևէ ասելիք չունի եւ երեք էլ նախագահի խոսքով ասած երբ որ դու խոսում ես Եվրոպայից, եվրոպական արժեքներից, բերանդ եվրոպական ունիկալներից կեղտոտ է, ներողություն եմ խնդրում, բայց սա պատասխան է Նիկոլ Փաշինյանի այս պահվածքին։ Խնդրեմ ես մասով նախագահի արձագանքին եւ առհասարակ նախագահի կողմից իրականացվող քարոզարշավին ինչպես է գնահատականը։ Դե դա ընդհանրապես արձանագրումն էր իրականության, կարծում եմ մեզ համար ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ինչ տեսակի հոխորտանք, մեղադրանք, վիրավորանք, սպառնալիքներ, հավակնություններ մեր թե իր հանդեպ անձնապես, թե մեր երկրի հանդեպ, երբ որ հնչում է, դրանք բացարձակապես անպատասխան են մնում, այսպես շատ մեղմ փորձեր են արվում արտգործնախարարության կողմից ինչ-որ հայտարարություններ երբեմն անելու, փորձելով շատ քաղաքակիրթ երևալ, որը մենք չենք տեսնում մյուս մեր գործընկերների հետ պահվածքում եւ այստեղ ակնհայտ է, որ այդ բնութագրումները, որ երկրորդ նախագահը տվել է եւ կարծում եմ դա միայն նախագահի բնութագրումը չէ, դա համատարած ընկալում է մեր ժողովրդի մոտ։ Ուղղակի նա այս պարագայում ընտրաշավի ժամանակ մեկ անգամ եւս արձանագրեց եւ ցավով եմ նշում, որ ստիպված են այդ խմբակի կողմից դաշտ նետված նաեւ պիտակավորումները օգտագործել, որովհետեւ հիշենք, թե այդ բառերի ծագումնաբանությունը որտեղից է գալիս եւ ինչպիսի խոսույթով են հանդես գալիս։ Կարծեմ այդ իշխանության ղեկին նստած անձն էլ վերջերս փորձեց իր իսկ բառապաշարը, որը ազգային ժողովի ամբիոնից հնչեցվել էր հոխորտանքների հերթական տարափի ներքո, բարթել ընդդիմության վրա, բայց մեր ժողովուրդը կարճ հիշողություն չունի, որքան էլ իրենք փորձեն այդպես ընկալել եւ ներկայացնել։ Ինչ վերաբերում է ընդհանրապես մեր ընդդիմադիրների գործողությունների, ես կարծում եմ, որ որոշակի հակահարվածներից զատ իրենք ճիշտ են անում, որ սեփական օրակարգն են առաջ տանում եւ այդ օրակարգով փաստորեն զինաթափում են այս գործող իշխանությանը, որտեղ նա փորձում է լարվածության նման օջախներ ստեղծելով օրակարգը շեղել, ընտրական գործընթացների օրակարգը շեղել եւ իր ապիկարության, իր կառավարության կործանարար ուրեմն 8-ամյա գործունեության պատկերից որոշակիորեն տրամադրություններ շեղել դեպի անձնական կամ այսպես բախումնային տրամաբանություն, որտեղ ինքը այսպես որպես մեծն ինտրիգան հմուտ մանևրում է եւ լողում է այդ ջրերում շատ ազատ կերպով։ Ես կարծում եմ, որ երեք առաջատար ուժերը շատ ճիշտ են անում, որ իր դիպուկ ուրեմն արձագանքներից զատ այդ հարցերը չեն այսպես անընդհատ արծարծում եւ սեփական օրակարգը առաջ տանելով, սեփական ծրագրերը եւ ապագայի հանդեպ մոտեցումները մեր ժողովրդին ներկայացնելով, որը բացում է այն փակագծերը, թե ինչպիսին կարող է լինել մեր պետությունը եւ մեր ժողովուրդը շատ կարճ ժամանակ հետո, ոչ միայն հույս է տալի ժողովրդին, որ փոփոխություն է հնարավոր է, այլև նաեւ ուղիղ ճանապարհ է եւ պիտի ասեմ եւ իրականանալի ճանապարհ է եւ կիրարկելի գործիքակազմով է դա համեմում, որը շատ կարեւոր է, դե մարդկանց համար շատ ավելի ընկալելի է լինում, թե ինչպիսի քայլերից հետո կարող են իրենց համար շատ ավելի անվտանգ, ապահով եւ բարեկեցիկ պայմաններ ստեղծվել մեր պետությունում աշխատելու, ապրելու եւ որպես հայ
ոչ միայն գոյատևելու, ինչը այս իշխանությունների պարագայում մենք տեսնում ենք, այլ արժանապատիվ կյանքով ապրելու եւ իրենց զավակներին ու թոռներին այդպիսի ապագա ստեղծելու հնարավորություններ ժառանգելու համար։ Այստեղ կարծում եմ մենք երկու խնդիր ունենք, այդ տուրք չտալու նրա օրակարգը փոխելու միտումներին եւ սեփական արդեն ծրագրերը հստակ ներկայացնելով մեր ժողովրդին բացատրել, թե ինչ են արել այս իշխանությունները եւ ինչպիսի տարբեր իրականություն մենք կունենանք իշխանափոխությունից հետո։ Ես կուզեմ այս մեջբերումը անել, որ Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է ցինիկ։ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների հետ նրա վարվելաձևին։ Հիշեցրել է հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է, մի կնոջ ասում, թե պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունի զուգարանում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Կարծում եմ Զախարովան շատ դիպուկ է արտահայտվել եւ համենայն դեպս ոչ Զախարովայի թելադրանքով է, ոչ էլ նրանց ներկայացված բառապաշարն է, որ այս իշխանության ղեկին նստած անձը իր ամենօրյա թե եթերներով, թե այս հռետորաբանությամբ եւ վարքագծով դրսեւորում, ոչ մեկ նրան չի ստիպել, ոչ մեկ նրա ոտքից չի քաշել կամ լեզվից չի քաշել, որպեսզի նման տոնայնությամբ, վերաբերմունքով եւ բառապաշարով արտահայտվի մեր ժողովրդի հանդեպ, անկախ նրանից, թե այդ ժողովրդի ներկայացուցիչներից որ մեկը ինչ կարծիք ունի, ինչ մոտեցում ունի եւ ինչ տեսլական ունի, որը կարող է բացարձակապես չհամընկնել իր ցանկությունների եւ իր պարտադրանքների հետ։ Այստեղ կարծում եմ Զախարովան շատ ճիշտ է արձանագրել, մենք հակառակը տեսնում ենք արևմուտքի թելադրանքը, արևմուտքի աջակցությունը, միլիոնների օժանդակությունը այս իշխանություններին սպասարկող արբանյակային կառույցներին, լինի հասարակական կազմակերպություններ, թե բլոգերներ, որոնք փորձում են այդ իրենց թվում է Facebook-յան լայքերով իրենք կարողանալու են վերարտադրվել, բայց այդ ժամանակը անցել է։ Facebook-յան հեղափոխությունը, որ մեր մոտ կատարվեց, դա արդեն անցյալ է եւ այսօր մեր ժողովուրդը փորձում է իրական եւ բաց աչքերով նայել ստեղծված իրավիճակին եւ դրանից ելքեր փնտրելու առումով ունի իրեն առաջարկված շատ լավ հնարավորություններ եւ շատ ավելի վստահելի, շատ ավելի հմուտ, շատ ավելի գիտակ, շատ ավելի փորձառու ներկայացուցիչներ, որոնք իրենց անցած ճանապարհով ոչ միայն ապացուցել են, որ կարող են անհնարինը անել, այլև կարող են նաև հստակ ծրագրերով ցույց տալ, թե անգամ ներկայիս աղետաբեր եւ կորստաբեր իրավիճակից մենք ինչպես կարող ենք դուրս գալ։ Եվ կուզեմ անդրադառնալ Թրամփի այցելությունը Չինաստան, այնուհետև եկող հայտարարությունները, Ռուսաստանի նախագահի այցելությունը Պեկին, եկող հայտարարությունները եւ իհարկե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը առիթ չեն ունեցել կարծեմ ձեզ այս հարցը ուղղելու, Իրանը հստակ պահանջներ էր դրել Միացյալ Նահանգների դիմաց, խնդրեմ դրան էլ անդրադառնալ եւ այս զարգացումները ինչ համացանցման կգան։ Տեսեք, մենք Թրամփի այցը Չինաստան, Ռուսաստանի նախագահի այցը Չինաստան, որը ընթացքի մեջ է Իրանի հետ կապված զարգացումները, իրենք բոլորը մեկ համատեքստում են գործում, իրարից զատել հնարավոր չի, Թրամփը փորձում է արդեն տևական ժամանակ է Չինաստանի հետ իբրև թե հարաբերությունները լավացնելու միջոցով զերծ պահել թե Ռուսաստանին, թե Իրանին ժամանակավորապես աջակցելու գործընթացներից, որը ակնհայտ է, որ առանց Չինաստանի օժանդակության թե Ռուսաստանի, թե Իրանի վիճակը շատ ավելի ծանր կլիներ, եւ իրենց թվում է, գիտեք, ժամանակին եղել է, երբ որ Չինաստանին խոստումներ տալով, այսպես ինչպես ասում են, կոնֆետներ խոստանալով, իրենք Ռուսաստանից կտրել էին Չինաստանին, սակայն այսօրվա Չինաստանը դա 20 տարվա առաջվա Չինաստանը չէ, եւ այսօրվա Միացյալ Նահանգները այլևս 20 տարվա առաջվա Միացյալ Նահանգները չեն, եւ բոլորի համար ակնհայտ է, որ այդ կոնֆետները ընդհանրապես շողշողուն թղթեր են, որի բովանդակությունը կարող է շատ թունավոր լինել թե քո հասարակության եւ թե քո պետության համար։ Եվ պատահական չի, որ Թրամփը իր հետ փաստորեն ամենահարուստ բիզնեսմենների մի ամբողջ
խումբեր տարել հույս ունենալով, որ այնտեղ դռները կբացվեն եւ էստի համեցեք կանեն, բայց կարծում եմ շատ չնչին ինչ որ արձանագրումներով վերադարձան, հատկապես Իրանի մասով, որից հետո մենք տեսանք Իրանի առումով հռետորաբանության սրացում, բայց ես այստեղ կուզեմ մեր հանրության ուշադրությունը հրավիրել 3, եթե չեմ սխալվում, կոնգրեսի ընդունած բանաձևին զարմանալիորեն, այսինքն չեմ զարմանում հասկանալով տրամաբանությունից, բայց զարմանալիորեն, որ ընդունեցին, որտեղ կոնգրեսը շատ ավելի հանրապետական է, քան ներկայացուցիչների պալատը, որով արգելվում էր Իրանի դեմ պատերազմը շարունակել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Թրամփի համար այսպես ուղի են բացում ռազմական գործողությունները չվերսկսելու համար, որովհետև պարբերաբար խոստանալ, որ Պակիստանը խնդրեց, մենք հետաձգեցինք կամ Քաթարը խնդրեց, մենք հետաձգեցինք, այդ խաղը արդեն բոլորի համար ակնհայտ է եւ դա շատ երկար տևել չի կարող, այսինքն իրեն պետք է հիմնավոր ինչ-որ մի բան, որով նա հիմնավորելով ասի, որ ձեռքերս կապված են, ես չեմ կարող այս պահին ռազմական գործողությունների գնալ, պետք է բանակցությունները շարունակենք անկախ նրանից, թե դա ինչքան կտևի։ Եվ ես ասել եմ այս կարծեմ լսարանից եւս, որ Թրամփը մինչև տարեվերջ ռազմական գործողությունների չի գնա, մինչև ընտրություններ իր վիճակը հաշվի առնելով, առավել եւս որ դիմացը ուրեմն հուլիսի 4-ը 250-ամյակն է Միացյալ Նահանգների, բնականաբար նա չէր ուզենա պատերազմական վիճակում գտնվելու կարգավիճակով դիմավորել այդ 250-ամյակը, երբ որ նա հավակնություններ ուներ իր ձեռքբերումներով Ռոշմորի լեռան վրա դաջվել որպես այսպես նահանգների համար մեծ ձեռքբերումներ ունեցած պետություն, այս պահին նրանք շարունակում են ծրագրերի մշակումը, ծրագրերը ուղղվելու են թե օդային հարվածների, թե ցամաքային գործողություն սկսելու առումով եւ այս ցամաքային գործողություն սկսելու մասով է, որ մեր թրիփի հետ կապված գործողությունները արագացել են, որովհետեւ դա կենսական է դառնում Իրանի դեմ ուրեմն գործողություններ ծավալելու առումով։ Ռուսաստանի նախագահի Չինաստան այցը ես վստահ եմ, որ շատ հաջող է անցնելու, կարծեմ 40-ին մոտ փաստաթղթեր են ստորագրվելու իրենց իսկ հայտարարությամբ, բայց այդտեղ մի կարևոր ուրեմն հանգամանք կա, որ լինելու է հայտարարություն բազմաբևեռ աշխարհակարգի վերաբերյալ։ Ես կսպասեմ մինչև տեքստը հրապարակվի, բայց արդեն իսկ այդ հայտարարության քայլը արձանագրում է, որ աշխարհի գոնե 2/3-ի համար բազմաբևեռ աշխարհակարգը արդեն իսկ որպես ապագայի համակարգ անբեկանելի է։ Մենք ուրեմն մոտ ապագայում կտեսնենք շատ հետաքրքիր զարգացումներ, արդեն սրա դրսևորումները կան, Իրանի, Ռուսաստանի հետ կապված սանկցիաներից խուսափելու ճանապարհների առումով ցամաքային ճանապարհների դեպի Չինաստան ոչ միայն բացման, այլև ընդլայնման տեսակետից եւ այս այցի ժամանակ կարծեմ այդ ուղիներից մեկը նաև վերահաստատվելու է։ Նույնը կտեսնենք Իրանից Պակիստան եւ Պակիստանից դեպի Չինաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների ավելացումը, որտեղ բոլորի համար էլ հայտնի է, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրամիությունը ցանկություն չունեն հրաժարվելու սանկցիոն ռեժիմներից։ Եվ այդ առումով իրենք փորձում են խեղդել ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանին, այլև Չինաստանին, որը որպես տնտեսապես նրանց հետ համագործակցող պետություն անուղղակի հարվածներ է ստանում։ Այս առումով կենսական է դառնում ցամաքային ճանապարհների այլընտրանքային ծովայինին այլընտրանքային ճանապարհների ստեղծումը եւ կարծում եմ Հորմուզի նեղուցի փակումը էլ ավելի արագացրել այս գործընթացը, որովհետեւ ցույց է տվել, թե նեղուցները եւ ուրեմն անցումները, ծովային անցումները որքան խոցելի են դարձել այս առումով։ Մենք շատ հետաքրքիր ապագայի զարգացումների առումով դրսևորումներ կտեսնենք շատ մոտ ապագայում եւ կարծում եմ, որ դա էլ ավելի ուժեղացնելու այդ բազմաբևեռ աշխարհակարգի կայացումը
դրան ուղղված գործողությունները եւ դոլարային մոնոպոլիայից դուրս գալու գործընթացները։ Իրանի առումով ել եմ նշում, ես չեմ հաշվի առնելով թե Միացյալ Նահանգների ընդհանրապես մտածելակերպային եւ աշխարհաքաղաքական շահերը, ես չեմ տեսնում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսում, իրենք կփորձեն դեռևս այսպես սպառնալիքների լեզվով ինչ որ հռետորաբանություն կիրառել, բայց բուն դրսևորումներ չեմ տեսնում։ Կարծում եմ ստացած վնասների պատճառով նրանք նաև ռազմական գործողություններ չեն կարողանա իրականացնել Կուբայի հանդեպ եւ իրենք ուղղակի կփորձեն Կուբան տնտեսապես խեղճացնելու միջոցով ինչ-որ զիջումների գնալ, բայց կարծում եմ այդտեղ եւս ձախողումների են, անհաջողությունների են հանդիպելու։ Գրենլանդիայի մասով վտանգավոր զարգացումներ կան, որովհետեւ նահանգները Դանիայի հետ այսօր բանակցում է, որպեսզի կարողանա ռազմաբազաներ ստեղծել եւ այդ հյուսիսային ուղին, որ անցնում է Գրենլանդիայով, այդ ծովային ուղու վրա վերահսկողություն սահմանել, բայց կարծում եմ ժամանակը իր ուղումները կմտցնի նաեւ այդ ծրագրերի մեջ։ Այս պահին մենք պիտի կենտրոնանանք մեր ընտրությունների վրա, իշխանափոխության վրա, որովհետեւ դա եւս էական ազդեցություն է ունենալու ապագա աշխարհակարգի ուղղվածության եւ ձևավորում, բացի նայած, որ մեզ փրկելու է կործանումից, դա նաեւ փակելու է որոշ թշնամական ուրեմն ախորժակներ, թույլ չտալով իրենց այս ծավալապաշտական ծրագրերի իրականացումը եւ կարծում եմ թե Ռուսաստանի, թե Իրանի եւ թե Չինաստանի համար արդեն շատ ավելի հասկանալի է Հայաստանի դերը որպես կայուն անվտանգային համակարգի շատ կարևոր տարր, որը ապահովագրում է նաև ամենատարբեր նեոգաղութատիրական ծրագրերի իրականացումից։ Եվ մի վերջին հարց ուղղակի առաջին սկզբում ձեզ այդ հարցը ուղղել, երեք այսօր Նիկոլ Փաշինյանը պնդում է, այստեղ 1000 տարի հայ չի ապրել։ Ես չգիտեմ, այս մարդը ինչ է ուզում ասել, եւ վերջերս է քարոզարշավի ժամանակ ինքը իր Միրզոյան Արարատը խոսում է նաև թե որ տարածքն են հանձնելու Ադրբեջանին, համեցեք։ Դրա մասին կարծեմ իմ խոսքում սկզբում նշեցի, ես ենթադրում եմ, որ ինքը իր երևի պատմության ձեռնարկները կամ դասակ նարատիվները այսպես սնուցվել, կերակրվել է թուրքական հեղինակներից եւ նրանց ստեղծած ուրեմն երևակայական իրականության եւ պատմության հետ առնչություն չունեցող դրվագներից ոչ մեկի համար ուրեմն գաղտնիք չէ, որ ամենատարբեր զավթիչների գոյության պարագայում ոչ միայն մեր տեղի բնակչությունը կոտորվել է, այլև տեղափոխվել են, բայց դրանից նրանք չեն դադարել այդ ուրեմն տարածքի բնիկները լինելուց եւ կարծում եմ դա նաեւ այդ ադրբեջանական նարատիվների շարունակումն է, որը փորձում են նաեւ հենք ստեղծել 300,000 այս պահին նշված 300,000 ադրբեջանցիների այստեղ տեղափոխելու համար, քանի որ մեր ժողովուրդը նշում է, որ իր հայրենիքը որոշակի ընկալումների առումով պատմական հայրենիքը տարածք ունի, այդ գիտեք զարմանալի է այս դարում, երբ որ անգամ ԴՆԹ վերլուծություններն են ցույց տալիս առնվազն 8000 տարվա աներկբա եւ անխափան գոյություն այս տարածաշրջանում, մեր պետության ղեկին բազմած անձնավորությունը կարող է իրեն թույլ տալ նման հայտարարություններ անել։ Սա ուղղակի ուրացում է եւ այստեղ հարց է առաջանում, թե այս մարդը իրեն հայրենիք ինչն է ճանաչում, իր ինչ ազգի ներկայացուցիչ է ընկալում։ Նա խոսքով կարող է շատ բան ասել, բայց իր գործողությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Շնորհակալություն Տիկին։ Ես եմ շնորհակալ։ Ես մեկ կոչ հունիսի 7-ին պարտավորել Միանշանակ ողջ մնալու գիտեք, բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ իրենց հերու պահելով ընտրությունից կարող են ինչ-որ մի կերպ իրենց այսպես զերծ պահել մեղքի բաժինը ունենալ, ուղղակի նշեմ, որ տանը մնալով դուք մասնակից եւ մեղսակից եք դառնում այս իշխանությունների ծրագրերին, գործողություններին եւ ապագա
ուրեմն կորուստների, հանձնումների եւ կործանումների լեգիտիմացմանը։ Եթե չեք ուզում այդ մեղքի բաժինը ունենալ, եթե մենք կարող ենք դեռևս 21 թվականի համար մտածել, որ չգիտակցեցիք, իր խոստումները այլ էին, իր ներկայացրած պատկերը այլ էր, այսօր նա բացեի բաց խոսում է նրա մասին ինչ պիտի անի, եւ այս պարագայում տանը մնալը եւ այդ 1 ժամը կիրակի օրով չտրամադրելը, որպեսզի քո ինքնությունը պաշտպանես, որպեսզի քո պետությունը պաշտպանես, որպեսզի քո ընտանիքը պաշտպանես, որպեսզի քո հայ լինելը պաշտպանես, որպեսզի դու ունենաս ապագա այս մի փոքր մեր պատմական հայրենիքի հողակտորի վրա եւ չդառնաս թշնամուտ ոտքի տակի փոշին, ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ մտածողության տեր մարդ պիտի լինի, որ չգնա ընտրության։ Մի բան ասեմ, մենք բնականաբար ունենալու ենք որոշակի թվային պակաս, որովհետև փաստացի գրանցված մարդիկ եւ իրականում ընտրելու հնարավորություն ունեցող մարդիկ տեղում այդ թվային տարբերությունը կա, որովհետև մենք ունենք շատ մարդիկ, ովքեր գտնվում են արտերկրում, բայց շարունակում են գրանցված լինել մեր ուրեմն երկրում եւ իրենք բնականաբար ընդգրկված են ցուցակների մեջ, այսինքն մենք ինչ որ մի շեղում պիտի ի նկատի ունենանք, բայց մնացածների համար դա ուղղակի հանցագործությանը մեղսակից դառնալու ուղիղ ճանապարհն է, եթե դուք չեք գնում ընտրության եւ չեք մերժում այս իշխանություններին։ Ես երևի սա մեր երկրորդ հանրաքվեն է, բայց այստեղ արդեն գոյության եւ ինքնության հանրաքվե է։ Մենք որպես ազգ, որպես պետություն, որպես հայի քաղաքական տարի գերակայությամբ պետություն շարունակելու ենք լինել, թե չէ, եւ արդյոք մենք այստեղ ապագայում ունենալու ենք թուրք-ադրբեջանական հրոսակների արշավ, որը հետո ոչ կանգնեցնել է հնարավոր լինելու, ոչ էլ փոխել է հնարավոր լինելու։ Հիմա մենք ունենք խաղաղ հնարավորություն այդ փոփոխությունը իրականացնելու եւ մեզ զերծ պահելու ապագա անգամ ռազմական բախումներից։ Իսկ այս իշխանությունների պարագայում ես խոստանում եմ, որ դա ոչ միայն իրականացվելու, այլև հմուտ կերպով կազմակերպվելու է, ինչպես կազմակերպվեց Արցախի հանձնումը, այսպես կազմակերպված պարտության եւ ուրեմն պատերազմի եւ պարտության միջոցով ինչպես արվեց Ջերմուկում, ես վստահեցնում եմ, որ այդ նույն ծրագրերի շարունակություն ունենալու է թե Սյունիքի հանձնումը, թե ընդհանրապես մեր պետության գոյության վերջը։ Պատահական չէ, վերջերս Սյունիքում բղավում էր Սյունիքը Հայաստանի ինքնիշխան մասն է եւ բոլորը արագ հիշեցին 15 թվականից։ Այո, Հայաստանը, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Գիտեք, իրենց թվում է, թե իրենք լավ բան են անում, բայց իրենք բացահայտում են այն խնդիրները, որոնց առումով իրենք հանձնառություններ ունեն, ցավոք սրտի այդ հանձնառությունները հօգուտ հայ ժողովրդի եւ Հայաստան պետության չեն։ Այս առումով դուք ունեք երկու ընտրություն։ Մեկը գնալ ընտրատեղամաս եւ մերժել այս իշխանություններին ձայնը տալով կարող ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, մյուսը ուղղակի խուսափել պատասխանատվությունից եւ դրանով մեկ ընդմիշտ ուրեմն մեղսակից դառնալ այն հանցագործությանը, որը այս իշխանությունները պատրաստվում է իրականացնել։ Ընտրությունը ձերն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։